18 թվականից հետո 3 տեղի ունեցավ մի բան, ինչը Հայաստանում ես չեմ հիշում, որ տեղի ունեցած լինի։ 3 անգամ իշխանություն է ընտրվել ազատ եւ արդար ընտրություններով։ Ազատ եւ արդար բառերը միշտ վերապահում ունեն, Միացյալ Նահանգներում էլ ունեն, Նիդերլանդներում ունեն, Նորվեգիայում էլ ունեն եւ այլն, հա։ Այսինքն խոսքը այն տեսակ ազատությունների եւ արդարության մասին է, որ ընտրությունների արդյունքները հանրությունը կասկածի տակ չի առնում, թե արդյոք ընտրվել է ինչ ուժը, կարող է ինչ-որ սխալանքի կամ խախտումների, գիտենք 3 ամբողջ օր այդ մասին ես էլ եմ խոսել, ահագին դիտորդական առաքելություններ նույնպես անդրադարձել են այդ խնդիրներին, այդ ամբողջ խախտումներով հանդերձ ընդհանուր առմամբ համարվում է, որ երեկվա ընտրությունները ժողովրդավարական են եղել։ Գուցե եկուս մյուս օր այնպիսի բաներ կբացահայտվեն, որ ասենք այմար չենք իմացել, էլի, այլ մոլորակայիններն են եկել արել, то չգիտեմ ով է արել, բայց այն խնդիրների մասին իհարկե կխոսենք։ Երրորդ անգամ նույն քաղաքական ուժը պահպանում է իր իշխանությունը, որոշ տեխնիկական տարբերությամբ, որտեղ 18 թվականին իմ քայլը դաշինքն էր եւ ոչ թե քաղաքացիական պայմանագիրը, բայց բոլորը հիշում են, որ դա գրեթե մեծ պայմանականություն էր, որտեղ հիմնական կորիզը 18 թվականի դեկտեմբերի ընտրությունների քաղաքացիական պայմանագիրն էր, այդ իմ քայլը դաշինքում։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։